Տաղավարում ինձ է միացել տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։ Լիլիա, եւ այսպես Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Վիկի Չեմուտայը մատնանշել է Հայաստանի տնտեսության սառեցման հնարավորության մասին, բայց խոսքը 2026-2027 թվականների մասին է։ Ըստ նրա Հայաստանի տնտեսությունը 2025 թվականի արդյունքներով կաճի 2025-ի տարեվերջին կլինի տնտեսական աճը 5.2%, իսկ այ արդեն 2026-ին հնարավոր է իջնի մինչև 4.9%, 2027 թվականին այդ 4.9%-ը կդառնա 4.7% եւ հենց սրա վերաբերյալ էլ այդ սառեցում բառակապակցությունը փորձագետը, տնտեսագետը մատնանշել էր։ Հիմա այսօր դու խոսելու ես նաեւ այն մասին, որ տնտեսությունը աճել է 6.2%-ով, իհարկե կմանրամասնես թե ինչի հիման վրա է այս պատկերը գրանցվել, այդուհանդերձ նաեւ փորձենք հասկանալ այդ սառեցման հնարավորությունը եւ ինչ պայմաններով է պայմանավորված լինելու այդ իջեցումը այսպես կոչված։ Նախ եւ Համաշխարհային բանկի եւ ես դրանք ավելացնել Եվրասիական զարգացման բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամի բոլոր գնահատականները հիմնված են մակրոտնտեսական վիճակագրության, մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ Հնարավոր սառեցումը, երբ որ ասում են սառեցում, ի նկատի ունեն այս եւ նախորդ ժամանակաշրջանների աճերի համեմատ։ Այսինքն կոնկրետ սառեցման բառի ներքո առանձնապես բացասական միտումներ պետք չէ փնտրել, շատ տրամաբանական է ամեն ինչ։ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին լուրջ ազդեցությունների ներքո էր, դրական շոկերի ներքո էր։ Այդ շոկերը գրեթե ամբողջությամբ չեզոքացել են կամ չեզոքանում են, հետեւաբար տնտեսության եւ մակրոտնտեսական վիճակագրության վրա բնականաբար դա պետք է ունենա իր ազդեցությունները, բայց շատ կարեւոր է ոչ թե աճերը, այլ այն, թե ինչ գործոնների ազդեցությամբ են այդ աճերը եւ որքանով է աճը կայուն։ Այ հենց դրա մասին էլ կփորձեմ ներկայացնել հավելվածով։